Բաժին 7-րդ Երևանի ավականու ընտրությունը Գլուխ 32-րդ Երևանի ավականու ընտրության կարգը Հոդված 148-րդ Երևանի ավականու կազմը Առաջին Երևան քաղաքի, այսուհետ Երևան, ավականին կազմված է 65 անդամից։ Հոդված 149-րդ Ընտրելու իրավունքը Երևանի ավականու ընտրության ժամանակ Առաջին Երևանի ավականու ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցում են Երևանի բնակչության ռեգիստրում ընդգրկված և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք։ Հոդված 150-րդ Ընտրական համակարգը Առաջին Երևանի ավականու ընտրությունն անցկացվում է համամասնական ընտրակարգով։ Մեկնաբանություն Այսինքն Երևանի ավականու կազմը ձևավորվում է այն նույն սկզբունքով, ինչ ազգային ժողովի համամասնական ընտրակարգով տեղերը, այսինքն թեկնածուների առաջադրումն իրականացնում են կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, իսկ ավականու տեղերը բաշխվում են ըստ համամասնության համապատասխան կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հավաքած ձայների։ Հոդված 151-րդ Ընտրվելու իրավունքը Առաջին Երևանի ավականու անդամ կարող են ընտրվել 21 տարին լրացած, Երևանի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսն ընդգրկված և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք։ Երկրորդ Երևանի ավականու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել Սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովի անդամները։ Գլուխ 33-րդ Երևանի ավականու ընտրություններ նշանակելը և անցկացնելը Հոդված 152-րդ Երևանի ավականու հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները առաջադրելու և գրանցելու ժամկետները Առաջին Երևանի ավականու հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 30 օր առաջ։ Գլուխ 34-րդ Երևանի ավականու անդամի թեկնածուների առաջադրումը և գրանցումը Հոդված 154-րդ Երևանի ավականու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունքը Առաջին Երևանի ավականու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները։ Թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ կուսակցության ընտրական ցուցակով։ Գլուխ 35-րդ Երևանի ավականու անդամի թեկնածուի կարգավիճակը Հոդված 161-րդ Երևանի ավականու անդամի թեկնածուների իրավունքները, պարտականությունները, գործունեության երաշխիքները Առաջին Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար անձինք, բացառությամբ քաղաքական և հայեցողական պաշտոն զբաղեցնողների, թեկնածու գրանցվելուց հետո մինչև նախընտրական քարոզչության ավարտը ժամանակավորապես ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց։ Երկրորդ Թեկնածուներն ազատվում են զորահավաքներից, ժամկետային զինվորական ծառայությունից և ուսումնավարժական հավաքներից։ Գլուխ 37-րդ Քվեաթերթիկները Ընտրությունների արդյունքների ամփոփումը Հոդված 164-րդ Քվեաթերթիկները Առաջին Երևանի ավականու ընտրությունների քվեաթերթիկում նշվում են կուսակցությունների դաշինքների անվանումները ըստ այբենական հերթականության և ընտրական ցուցակի առաջին 3 թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները։ Հոդված 165-րդ
Քվեարկության եւ ընտրության արդյունքների ամփոփումը։ Առաջին. Երևանի ավականու անդամների ընտրության արդյունքներն ամփոփվում են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման կարգով։